Նախ ես նույնպես ուզում եմ լրացնել, բանաբացում շատ օգտակար ոչ միայն ինֆորմացիայի առումով, այլ նաև վերլուծական խորհրդության տեսանկյունից, ուստի բոլորից հետ շնորհակալություն եք արնում, կարծում շատ եմ իսկացել։ Հիմա ըստ էության ես երկու ասում եմ։ Թղթակետների արտադրությունից այս հնարավորությունը տրանսացիան չես նայել։ Ներզանում հատկապես վերջի տարիներին այն կարծիքն է ձևորված, որ այդ թուրքական սահմանի բացումը Հայաստանում մի կեսական անհրաժեշտություն, կարևորություն, եթե սահման չբացվի, ապա Աստված գիտե Հայաստանը ինչ կլինի։ Հիմա ես ուզում եմ հասկանալ այդ թուրքագետները, ձեր միջավայրում, ձեր շրջանում վերլուծություններ կան, ոչ միայն քաղաքագիտական, այլ նաև տնտեսական, աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներ, արդյոք մենք դատապարտված ենք այս փուլում այս սահմանը բացելու եւ դրա համար պետք է հաստատ ջանքեր չգտնեն։ Ես ինքս կողմնակից եմ հաղորդակցության բոլոր հնարավորությունների գործարկմանը, բայց խոսքը այլ բանի մասին է։ Արդյոք հայ-թուրքական սահմանի բացելը այս փուլում, այս իրավամերժ աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի փուլում մեզ համար կենսական անխուսափելի անհրաժեշտություն է։ Սա ինձ իրար հետաքրքրում է ձեր վերլուծությունը, ձեր մոտեցումը։ Երկրորդ հարցը, որը կարծեմ պատասխանը գիտեմ ինչ պետք է պատասխանել, բայց այդ անդերձ։ Խոսքը գնում է Զանգեզուրի միջանցքի մասին, կամ թրիկի մասին, կամ ինչպես ունում։ Հիմա ինձ հետաքրքրում է հետագալը։ Արդյոք դա նույնպես պարտադրված անխուսափելի անհրաժեշտություն է հարևանների հետ խաղաղությունը պահովելու կամ երաշխավորելու տեսանկյունից։ Առավել ևս, երբ որ խոսքը գնում է, երբ որ առաջին անգամ մենք սկսեցինք այդ թեմայի շուրջ հրապարակավ քննարկումները կապված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի հետ։ Այսինքն մի հայտարարության 9-րդ կետի հետ, որի նախորդ 8 կետերը չեն կատարվել։ Հիմա ինձ հետաքրքրում է արդյոք Ադրբեջանի հետ, ես կարծում շատ կարևոր է, հաղորդակցության առումով այլընտրանք այդ տրիկ կոչեցյալի գոյությունի թե ոչ, եթե այո կորն է դա, և երկրորդ, արդյոք այս խնդիրը լուծելու համար ամենահայեցակարգային մոտեցումը չպետք է լինի մեր աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալի վերածելը։ Եթե սա ընդունում ենք որպես հայեցակարգային հիմնադրույթ, արդյոք տրիպը կամ չգիտեմ ինչպես ունում եք դրա անունը տվեք, նպաստում է այս կոնցեպտուալ հայեցակարգային այս մոտեցումը կյանքի կոչելու։ Թերևս հասկացնում եմ։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, ես փորձեմ երկու հարցերին անդրադառնալ, եթե գործիքները ցանկություն ունեն նկարվի իրենց հետ խոսք տամ։ Վերջից սկսեմ, պարոն Հարությունյան, տրիպի հետ կապված կա արդյոք ուրեմն այլընտրանք կա, բայց ադրբեջանական թուրքական կողմը այդ այլընտրանքը նույնիսկ չի ուզում քննարկել։ Այդ այլընտրանքը ամենալավը դուք եք ներկայացնում, պարոն Հարությունյան, ձեր նշած այն սահմանով, թե որտեղով կարելի է ճանապարհ տալ Ադրբեջանից դեպի Նախիջևան, որից Հայաստանը նույնպես կարող է օգտվել։ Ձեր նշած այդ մարշրուտը Ղազախ եւ այլն։ Բայց ադրբեջանական կողմը չի ուզում քննարկել որևէ այլ տարածքով ճանապարհ, քան Արաքսի կռնկով անցնող ճանապարհը, որը մեզ կտրում է Իրանի սահմանից եւ որը հիմա կառուցման փուլում է, որը կոչվում է Զանգեզուրի միջանց, նախկինում կոչվում է Թուրանի ճանապարհ, հիմա էլ կոչվում է Թրամփի ճանապարհ կամ Թրիպ։ Եթե զուգահեռ նայեք Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տարածքը եւ Թրիպի տարածքը միլիմետրերով համապատասխանում են Իրանի։ Միլիմետրերով, այսինքն անունը փոխվել է, ռեբրենդինգ արվել եւ թույլ է տրվել, որպեսզի Հայաստանը նշանակի, ասեն չէ, մենք Զանգեզուրի միջանցք չենք անում, մենք Թրիպն ենք անում։ Հիմա այս խնդիրը պարարեցնեմ, նախկինում է բոլորից դա գիտեք, որ խորհրդային շրջանում են, երբ որ պահանջել է ադրբեջանական կողմը Բեհղիով ճանապարհ, սովետական Հայաստան իշխանությունները առաջարկել են 3 այլընտրանքային այլ ճանապարհներ Հայաստանի տարածքով, որը կապեր Ադրբեջանը Նախիջևան հետ։ Ադրբեջանը սովետական այն ժամանակ էլ հրաժարվել դա քննարկել։
Եվ այս ամեն ինչ ամփոփելով կարող եք ասել, թրիպը դա պահանջ է, դա ոչ թե կանգեզուրի միջանց կամ թրիպը դա ոչ թե ինչ-որ տրանսպորտային ապաշրջակապում է, այլ թուրքական պահանջ է կապիտուլյացիայի ոգով դրվող Հայաստանի առջև, որը դրվել է դեռ սովետական միությունից առաջ, դրվել է սովետական շրջանում, բոլորը մերժել են եւ հիմա էլի ուրեմն կապիտուլյացիոն գաղափարախոսության դրվել է Հայաստանի իշխանությունների առջև, Հայաստանի իշխանությունները դա չեն մերժում, միայն անունն են փոխում, անունն են մերժում, բնույթը չեն մերժում։ Հետևաբար այլընտրանք կա եւ կապելով նախորդ հարցի հետ, պարոն Համբարձումյանի հարցի հետ, եթե Հայաստանում փոխվի բանակցողները, եթե Հայաստանում վերադառնան պրոֆեսիոնալ դիվանագետները, այս հարցը կարող է դրվել նաև խորհրդակցելով մեր փորձառու քաղաքական գործիչների հետ, ինչպես է պարոն Խոսեվ Հարությունյանը, կարող է այս ամեն ինչը դրվել բանակցային սեղան, իհարկե կարող է դրվել, բայց այդ տնողը չկա։ Այդ համար այս պահին ուրեմն թրիպի հետ կապված այլընտրանքը այդպիսն է։ Եվ կարճ հայ-թուրքական սահմանի բացումը արդյոք կենսական նշանակություն ունի, թե ոչ։ Ես կարծում եմ, պարոն Հարությունյան, մենք ընկել ենք այսպես արագախոսության մեջ, պետք է բացել հայ-թուրքական սահմանը, պետք է բացել, այսինքն չի նշվում, չի քննարկվում այդ սահմանի բացման բացասական հետևանքները։ Միայն խոսվում է բացելու մասին, ես ենթադրում եմ, որ անգամ տեխնիկական պարամետրերը չի ուշադրություն դարձում, արդյոք մարգարայի վաղուց կարծված կամուրջը 21-րդ դարում կարող է այն թողունակությունը ունենալ, որ ապահովի այդ ապրանքաշրջանառությունը կամ մնացած այլ դրվագներ։ Հետևաբար ես կարծում եմ, որ էլի այդ նույն կոնցեպտում է, այսինքն Հայաստանը զիջում է ամեն ինչ, ստանում է շատ զիջելուց հետո Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո նախապայմանների ամբողջ փաթեթը բոլոր պատկաները կատարելուց հետո նոր ստանում է հայ-թուրքական այդքան բացալի ուրեմն բացված սահմանը, որը այդ ժամանակ միգուցե շատ մեծ հիասթափություն առաջացնի Հայաստանի եւ քաղաքացիների եւ քաղաքական գործիչների միջև ստացվում է բանը։ Մենք իբրև թե հաղթեցինք, բայց բարձրում է բարկվեցինք։ Ես ենթադրում եմ, որ մոտարապես այդ նույն բանացը։ Եթե կան ավելացում։ Ես հավանեմ պարոն ասացին, ինձ թվում է, որ ընդհանրապես երբ որ խոսում ենք ճանապարհների սահմանների բացման մասին, մենք այդտեղ առաջին հարցը պետք է տանք, որ ոչ թե այդ հարցը առաջին տվող հարցը պետք է լինի, ոչ թե պետք է բացել, թե չէ, ինչքան օգուտ կլինի դրանից, այլ ընդհանրապես այդ սահմանը ինչ է տալիս ինքնին բացելու հարցը խի առաջնային, որովհետև տպավորություն կա հաղթանականներից, որ ինչ-որ մեկը դա գցել է այսպես հանրային օրակարգի մեջ, որ այն մենք առանց բաց սահմանի չենք կարող ապրենք, ու այդ բաց սահմանը բացարձակ բանիկ է, ու բոլորը քննարկում են, թե ոնց բացեն սահմանը, մինչդեռ հարց մի ինչի, թեպս պետք է դա բացել, թե չէ, կամ դա պետք է լինի, արդյոք Հայաստանի արտաքին գլխավոր մարտահրավերներից մեկը թե ոչ։ Եվ այս տեսանկյունից, երբ որ նայում ենք հարցին, բնականաբար շատ ավելի հիմնավոր մոտեցում ցուցաբերելու հնարավորություն ենք ստանում։ Օրինակ, գիտական հետազոտությունները պետք է պարզվեն սահմանի բացումը դրական է Հայաստանի տնտեսության համար ավելի, թե բացական, արդյոք այդ սահմանի բացման պարագայում մենք չենք ստանում անվտանգային այլ տեսակի խնդիրներ, քան որ ունենք այս պահին եւ այլն։ Բայց եթե նայենք հանրային գիտությունին, սկսած 90-ականներից, քննարկվում է մենակ սա, ոնց անենք, որ բացենք, ոչ թե բացենք, թե չբացենք։ Եվ ես ստերես բխեցնում երկրորդ անվան, դրույթը, այս հարցը վերաբերյալ, ինձ թվում է, որ մենք գործ ունենք թուրքական քարոզության հետ սպառակայում, եւ թուրքական կողմը հետեւողականորեն օգտագործում է սահմանները բացելու խայծը զիջում կորզելու համար։ Այսինքն, ասում են, դուք չեք քննարկում, չէ՞ սահմանը բաց լավ թե վատ բան է։ Դուք գիտեք, որ դա լավ բան է, որ լավ բան է, պետք է մի բան անենք, որ մենք դա բացենք։ Եվ ինձ թվում է, որ սա փակ սահմանը կարելի է ներկայացնել հայեցակարգային տեսանկյունից ոչ թե տնտեսական ինչ-որ իրողություն, այլ իրականում Թուրքիայի դիվանագիտական գործիք քաղաքական դիտարկել ստանալու համար։ Եվ մինչև այսօր էլ հենց այդ տեսանկյունից է հարցը կիրառվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ասում են բացելու ենք հեսա,
բայց դրա դիմաց պիտի այս անեք, այն անեք, 4-րդ անեք, 5-րդ անեք, 6-րդը անեք։ Բարարցը մի երկու ավելու ես տևելի հարցին, երկու կարճ ավելու առաջինը, արդյոք պետք է ամեն գնով այդ հուկական սամանը բացել և արդյոք պետք է բացել այդ սամանը, որով գալու է Հայաստանի մահվան վկայականը, արդյոք դրա գնով պետք է բացել և երկրորդ ձեր հարցի մեջ կա կենսական նշանակությունի թե չէ։ Երբ որ Հայաստանի համար կենսական նշանակություն է ունեցել, Հայաստանը կանգնած է սովի եզրին, այդ սահմանը վարչապետ Խոսո Վարդուստյանի ժամանակ բացվել է այդտեղից ծորեն է եկել։ Այդ կենսական նշանակության ժամանակ բացվել է, բայց հիմա այդ նույն վիճակն է թե ոչ, ես վստահ եմ որ ոչ։ Պարոսկյանը նույնպես։ Ես երկու կարճ ավելու համենախ վերաբերյալ գիտական պատերազմը մենացյալ նահանգներից և Նախիջևանի հետ կապը ընդհանրապես մասնակցել նորի տարածքը մշտապես իրականացվող և իրականացված կապը խորհրդային միության փլուզումից հետո։ Հայաստանից մինչև հայտարարություն մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի այդ կապը իրականացվի որևէ պարագայում չօգտագործել կապը, այսինքն ադրբեջանական կողմը շատ հստակ ես կանցնեմ բացառապես իրենց եզրափակությամբ այդ Չարգենտավոր Զանգեզուրի միջանցքով միայն։ Նույնը վերաբերում է, չգիտեմ, կարճ արտակալը, երկաթուղում ես ծորենի, չգիտեմ դրեցին իրականությունները։ Հայաստանը չի ապաշրջապատել, հասկանում եք։ Գալիս է Վրաստանը, նույն այստեղից դեպում է Վրաստան։ Երկրորդ կարևոր հանգամանքը մենք ընդհանրապես կարծում մեր խոսքի ելակետը շատ սխալ է։ Պարունակության մասնակցողական անդրադարձան անգեմանյան։ Լսեք, մենք խոսք ենք սահմանազատման մասին։ Մարդը մոտ հայրենիք է ներում։ Ինչ սահմանազատում։ Այսինքն իր հեռագնաց հայրենիքը մենք միշտ այդ սխալը արել և հիմա կրկնում ենք։ Ադրբեջանի համար իր համարերի կառավարման այլերին չի եղել Արցախյան հիմնախնդիր։ Իրենց համար դրություն ունի հայկական հարց, Հայաստանի հիմնախնդիր։ Իրենց նպատակը Սյունիքը ոգելը չի, չգիտեմ Վայոց ձորը ոգելը չի։ Հայաստանի Հանրապետության չգոյությունը, փաստացի չգոյությունը, ցուցանակի վրա բանից տղասը կարող է դրված լինել։ Հետևաբար մեր այս բոլոր ելակետները այնպես են սահմանի հարցներ ունեն, չէ՞, բացումը շատ դրա բաղկանում չանենք որ բացում։ Իսկ ով ասել, որ սահմանազատումը շատ դրական է։ Ես հասկանում եմ դիվանագիտության մակարդակով պետք է դա անել, խոսել, չգիտեմ եւ այլն, բայց նույնպես շեշտում մարդը, եթե չունես ուժը պատրաստի դրան եւ դեռնած այդ սահմանը մենք չենք սահման։ Մենք տարբեր խնդիրներ ունենք։ Արցախի խնդիրը, սահմանազատման խնդիրը, սահմանների բացման խնդիրը, արգելիքներս այսպես անում գտնվողներ դա գիտեն դիվանական հարցը։ Այստեղ իրենք ուրիշ խնդիր են լուծում, իրենք բոլորին այլ, իրենք մեր խնդիրն են լուծում, այստեղ նստվածների խնդիրն են լուծում։ Ես գտակ մեկ ակնարկ հանուր։ Իրենք ես պատահաբար հարցը չձևակերպեցի անխուսափելի անհրաժեշտություն Հայաստանի համար։ Ես ընդհանրապես կողմ եմ մեր բոլոր հարևանների հետ այնպիսի միջպետական հարաբերությունների ձևավորումը, որը մի կողմից կնպաստի բարեգործական հարաբերությունների հաստատմանը, մյուս կողմից որ ամենակարևորն է մեր դինամիկ զարգացումը այդ հարևանների մոտ առնվազն գոնե մտահոգություն չի առաջացնում։ Մենք պրոբլեմային ենք այն առումով, թե մենք բացով ելք չունենք։ Այդ պետք է մենք գիտակցենք, բայց ես նորից կրկնում եմ, ես անդադ այդ հարցի ինձ եմ տալիս, պարոն Ռոստանյան, ոչ միայն ձեզ, արդյոք հայ-թուրքական սահմանի բացելը անխուսափելի անհրաժեշտություն է մեզ համար Հայաստանի համար զարգացումը ներկա տալու։ Ես դրա պատասխանը չունեմ, ավելի շուտ ունեմ, ճիշտ հակառակը, ոչ դա այդպես չէ։ Ինչու եմ էստեղ ես ինչպես տեսած, որտեղ թուրքագետները այն միջավայրն են, կամ թուրքական այն սերուսն է, որ դրա մասին պետք է խոսենք։ Հանրության մոտ կա շփոթ, սխալ ընկալում, շատերին թվում է, թե մարտահայտ սահմանը կամուրջը բացվեց է, վերջ, կոնտրաստ էլ մենք այլևս ուրիշ պրոբլեմ չունենք, այդպես չի, իրական այդպես չի, ես շատ լավ գիտեմ ինչ խոսում։ Դրա համար իմ խնդրանքը ձեզ, հանրային գիտակցության մեջ դուք նպաստ եք ձեր վերլուծություններով, ձեր խոսքով, չգիտեմ ինչպես, որպես այս ընկալումը, այս շփոթը, մոլորությունը վերանա, կրկնում եմ, ես բացարձակապես դեմ չեմ այդ հարաբերությունների հաստատմանը, բայց դա չպետք է դառնա պանացեացիա վեր, կենսական խնդիր։
Սա շատ կարևոր է։ Եվ երկրորդ դիտարկումը։ Գիտեք, առաջին անգամ չեմ ես լսում կապված այդ Զանգեզուրի Միջանցքի կամ Նեղրիով այդ բաներ, որ Ադրբեջանը բերել է։ Հիմա կներ ես, հիմա Ադրբեջանը հիմա, հետո ինչ-որ տեմա։ Մենք էլ ենք բերել։ Ես ոչ կարելի ասել տեմա, նրանք համաձայնություն, դրա համար մենք քննարկում ենք, ոչ։ Հարցը պետք է տեղափոխվի, Պարոս Մերկովյան, բոլորն այդ կոնցեպտում, արդյոք այդ հարցադրումը չի դիտարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կոմունիկացիաների ապաշրջակում կան այն առումով, որը այդ կերպ պետք է նպաստի երկու պետությունների միջև խաղաղության հաստատմանը կամ գոնե վստահության հաստատմանը։ Այդ կոնտեքստում է հարկավոր հարցը քննարկել։ Եվ եթե դուք այդ կոնտեքստում հարցը բերեք, շատ կներեք Ադրբեջանը որպեսզի ասի չի, ես դեմ եմ բացայք, դեմ եմ խաղաղությանը։ Կարող եմ ասել, բանջում եմ ասել, հետո ինչ։ Ենքան բաներ ենք լսել։ Ուզում ասեմ, խնդիրը մի քիչ այլ կերպ պետք է դրվի։ Եվ այդ հանրային պահանջարկը այլ մոտեցումների ձևավորման կներեք, այդպես ասեմ, հա, ինչ որ առնում առաքելություն ձեզ է վերակապված։ Ես վերջան փրկային չեմ ճանաչում։ Դրա համար ես ասում եմ, որ Ջատա, խնդրեմ,